26 թվականի, եթե զբաղվում եմ այդ վիրահատության արժեքը ըստ անիծների, ստացվում է, որ 110-120 հազար դրամ ավելացել է իմ թոշակը։ Բարդ ու թանկարժեք վիրահատությունը կատարվել է առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Պետությունը փոխհատուցել է 1.660.000 դրամ։ 71-ամյա բուժառուն դիմել էր որովայնի սուր ցավերով, ուներ կրկնվող սրտխառնոց, փսխոց, վերջին 6 ամսում գրանցվել էր քաշի կորուստ, խորհրդակցել էր բժշկի հետ ու հետազոտվել, պարզվել էր, որ քրոնիկ պանկրեատիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման հետևանքով ձևավորվել էին քարեր, որոնք փակել էին 12 մատնյա աղիք տանող ծորանները, առաջացնելով գեղձի հյութի և լեղու հոսքի խանգարումներ, նշանակվել էր վիրահատություն։ Կատարվել է ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի մի մասի հեռացում, բացվել է նրա ծորանը, հեռացվել են քարը ենթաստամոքսային գեղձի ծորանից և ենթաստամոքսային գեղձի ծորանը միացվել է բարագաղիկին։ Դրանից բացի հեռացվել է նաև լեղապարկը և ընդհանուր լեղածորանը ևս միացվել է բարագաղիկին։ Փաստորեն ստացվել են երկու բերանակցումներ, մեկը ենթաստամոքսային գեղձի, մյուսը լեղածորանի հետ, և այդ երկու աղեգալարները ևս իրար միացվել են։ Սկսած բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Ստեփանյանից մինչև մայրապետերը իմ փսիխոկատարությունը ցուցաբերում ես նույնիսկ կոկորտս ցեղում չեմ կարողանում բացատրել։ Բենիկն արդեն լավ է, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։ Առողջության ապահովագրության ռեֆորմը դրական է գնահատում։ Ես ապերախ չեմ, որ դժգոհ եմ այդպիսի բանից։ Եվ ինձ թվում է, բոլորը պետք է գոհ լինեն։ Հունվարին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առողջության ապահովագրությամբ ստացիոնար բուժում է ստացել 836 բուժառու, մեծ մասը վիրահատվել է։ Ապահովագրության ներդրումից հետո հիվանդների քանակի ավելացում նկատվել է և բավականին զգալի չափով, և հիմա բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն այդ հնարավորությունը 65 տարեկանից բարձր և համապատասխան չափանիշներին համապատասխանող քաղաքացիները ավելի հաճախ են դիմում ինչպես հետազոտությունների, այնպես էլ ստացիոնար բուժում ստանալու համար։ Նախորդ ամիս 837 քաղաքացի օգտվել է բուժկենտրոնի ամբուլատոր ծառայություններից։ Կատարվել են համակարգչային տոմոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, սրտաբանական և այլ հետազոտություններ։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։